Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի երեխաներ, լավ է, պարոն Խաչատրյան, որ եկաք, որովհետև ես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, բայց ուզում եմ ձեր ելույթին հակադարձել ըստ էության։ Տեսեք, դուք ասում եք այ 8 միլիարդ, ասում եք վերցել ենք զենք ենք արել, բայց ասֆալտ եք արել։ Բայց գոնե փաստում եք, որ ասֆալտ ենք արել, բայց ինչ վերաբերվում է ասֆալտին, թե զենքին, եւ զենք ենք առնում, եւ ասֆալտ ենք սարքում, եւ դպրոց ենք սարքում, եւ մանկապարտեզ ենք սարքում, եւ բուժ հաստատություն ենք սարքում, եւ ոչ միայն այդ գումարները վարկային համաձայնագրերով է գեներացվում, այլ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չթալանելով է գեներացվում այդ գումարները, չմխսելով է գեներացվում այդ գումարները որևիցե քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևիցե падգամավորի դղյակ չի դառնում, որևիցե նախարարի դղյակ չի դառնում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը չի դառնում դոլարով միլիոնատեր, որ վախենա ապօրինի գույքի բռնագանձումից։ Դու տեսել եք, օրինակ, մի քանի տարի աշխատած падգամավորների կամ նախարարների Երևանի տները, օրինակ, ես չգիտեմ, 150 տարի, 200 տարի, 500 տարի պետք է ապրեմ, որ այդ շենքերի գոնե հայաթի ծախսի գումար ես կարողանամ աշխատեմ։ Այստեղ ասում եք, ասում է, վարչապետն ասում է 8 միլիարդի վարկը վերցրել ենք զենք ենք արել։ Եվ վարկը վերցրել ենք զենք ենք արել, եւ վերցրել ենք դպրոց ենք սարքել, եւ պետության գեներացված գումարներից, այն գումարներից, որը չի գողացվել, դրանով ենք սարքել ու շարունակում ենք սարքել։ Եվ հիմա ինչ վերաբերում է նախորդ հարցին, էլի վարկային համաձայնագիր եւ էլի պետբյուջեից ֆինանսավորումով Սյունիքի մարզում ենք սարքում, Գեղարքունիքի մարզում։ Նախ ես շնորհակալ եմ, որ դու ասացիք, որ նաեւ ասֆալտ ենք սարքում։ Շնորհակալություն։